պատգամավոր Դավիթ Գալստյանին են ձերբակալել, Դաշնակցական Իգոր Խաչատրյանին է տեղափոխել Աջափնյակի քննչական, այս տերորը ձեր գնահատմամբ ինչով է պայմանավորված, վախի մթնոլորտ են ստեղծում, թե իրենց վախերի արտահայտումն է, եւ արդյոք կապ կա իր Թուրքիա գնալ գալուց հետո անմիջապես անցնել այսպիսի գործողությունների, կամեցեք։ Դե գործողությունների Թուրքիա գնալ գալու հետ, չգիտեմ, ուղիղ կապ կա թե չէ, միգուցեև կա, բայց սա այսօրվա ինչ որ կատարվում այսօր, դա երեկվա այդ այսպես կոչված հեղաշրջման պլանի հրապարակման շարունակությունն է, ընդհանրապես ասեմ, որ ես զարմացա, որ երեկվա հրապարակումը թերացել էին եւ ուղիղ չէին կապել Կրեմլի հետ, Իջանից կապել են արդեն ըստ էության, որովհետև հիմա էլ Փաշինյանը հենց նոր YouTube-յան ինքը դրել թե ինչ է, թե ինչպես է շակերտներն սրբազանը կապված ԱՌԱՆ պետական կառավարման համակարգը, անշուշտ վեհապարը ինքը ասում է կտրիչի օգնությամբ եւ Սամոյի աջակցությամբ, խնդրեմ։ Չէ, դա ուղիղ չեն կապել, կարող էին օրինակ, ես տենց իմ մոտ կատակով գրել էի, կարող էին օրինակ այդ պլանի վերջին էջում գրել, որ այդ պլանը ունեցել է ծածկանուն, ասենք, չգիտեմ, որի անունը եղել է հյուսիսային քամիներ, կամ չգիտեմ, մոսկովյան մարոզ, կամ ինչ որ տենց նման մի բան, որ ուղիղ ձևով կապեն, չէ՞, ինչ որ ժամանակ առաջ հիշում եք այնտեղ 12,000 ինչ-որ Վագների գրոհայիններ են եկել Հայաստան, ինչ որ ժամանակ առաջ դա էին տարածում, այսինքն տենց ֆեյքերով տարածում էին, ընդհանրապես երեկվա այդ հրապարակումը դա ծաղրանք է ողջ իրավապահ համակարգի նկատմամբ, որտեվ ազգային անվտանգության ծառայությունը շաբաթը 7 օր, օրը 24 ժամ բոլոր ընդդիմադիրներին գաղտնալսում է։ Էլ չեմ ասում, որ ընդդիմադիրների գրասենյակներում մեկը փրշտաց ԱԱՑ-ում իմանում են։ Այդ ուրեմն տենց ԱԱՑ-ը այդքան ժամանակ ԱԱՑ-ն այդ ամեն ինչին հետևում է, ներսում հավանաբար մարդիկ ունի բոլոր ընդդիմադիր շարժումների։ Այդ հեղաշրջման պլանը չեն իմացել, իրենք նախաձեռնող չեն եղել, ասենք, դրա կանխմանը, փաստորեն ստացվում է, որ Փաշինյանը, մեկ է Ալեն Սիմոնյանը մեր ԱԱՑ-ից բացի, որը պետական մարմին է, մի հատ էլ սեփական ԱԱՑ ունեն, այսինքն տենց ինչ որ առանձին գործում են։ Կամ էլ ասենք, չգիտեմ, ուղղակի միգուցե պարալիզացվել է, ասենք, այդ հիմնարկի գործունեությունը, զբաղված են ռեսուրսները ծախսում են այնպիսի բաներով, որ ասենք հեղաշրջում կանխելու ժամանակ չի լինում, Փաշինյանը, խեղճ Փաշինյանը ստիպված ինքն է զբաղվում, անձամբ զբաղվում է հեղաշրջումների կանխարգելմամբ։ Թենթո միանգամից էլ Ալեն Սիմոնյանի հետ գնան զախվատ անեն, խոզարկությունները անեն, քրեական գործերը կազմեն, հետո էլ գնան դատարանի դահլիճում, ասենք դատավճիռները կայացնեն։ Ինչի համար է պետք ԱԱՑ-ն, դատական համակարգ եւ այլն, այսինքն սա իրոք ծաղրանք է։ Հենց հիմա Արա Ռոստոմյանը զոհվածի հայրը եւս ձերբակալեց։ Դե հա ինչ որ մի առիթ պետք էր, այսինքն ԱԱՑ-ն ինքը չէր մտածել, չգիտեր կամ չէր մտածել կամ կարևորություն չէր տվել, որ պետք է այդ պլանը կանխվի եւ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի հետ միասին դա կանխեցին։ Դե տենց ապրում ենք այս իրավիճակում, դա ուղղակի առիթ էր, որպեսզի այսօրվա այդ խոզարկությունները իրականացվեն։ Կա Թուրքիա գնալ գալուց հետո այս տերորը ջանասիրությամբ իրականացնելու։ Միգուցեև կա, չգիտեմ, այնտեղ այդքան էլ հայտնի չի, ինչի մասին է խոսել, նույնիսկ Թուրքիա էլ չգնալ, այնպես չի, որ անակնկալ մի բան եղավ, լինելու էր։ Թուրքիա էլ չգնալ, միևնույնն է լինելու էր, մի օր դա անելու էին։ Կուզեմ անդրադառնանք Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող այս հետապնդմանը, ինչպես մեկնաբանեք, եւ նաեւ
2 օր առաջ ռուսական ՖՍԲ-ն բացահայտել էր մի խումբ, որը գողացված ադամանդները մատակարարում է Հայաստան, Խաչատուր Սուքեսյանի ընտանիքի բաքական ընկերությանը, նաև 3 հայտնի դարձավ, կարծեմ 24 News-ը իր աղբյուրներին ուղմանելով գրել էր, որ Խաչատուր Սուքեսյանի մուտքն է Ռուսաստան փակել, խնդրեմ։ Ինչու է սա իր բարձը կապեցի, որտեղ սա ասում են կապ ունի այն տերորի հետ, որ իրականացվում է Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի։ Դե նախ տնտեսագետները որոշ ժամանակ առաջ փաստում էին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը կապված է նաեւ այդ ադամանդների ներկրման հետ եւ հետո արտահանման այլ երկրներ։ Այնպես չեմ կարծում, որ Ռուսաստանի ՖՍԲ-ն նոր իմացավ դրա մասին, այսինքն կարելի է փաստել, որ Ռուսաստանը ուղղակի աչք էր փակում դրա վրա, զուտ ուղղակի որպեսզի դրա միջոցով ապահովվի ապրանքաշրջանառության աճը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Իհարկե այդ գումարների երևի մեծ մասը գնում էր ինչ-որ մեկի գրպանը, բայց ինչ-որ մաս նաեւ մնում էր Հայաստանում։ Մտնում էր Հայաստան, մնում էր Հայաստանում, այսինքն ինչ-որ լրացուցիչ ֆինանսների մուտքեր Հայաստան։ Եվ Ռուսաստանը իմ կարծիքով ուղղակի աչք էր փակում դրա վրա, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Ինչպես տարիներ շարունակ, ասենք, աչք է փակել Հայաստանից արտահանվող, օրինակ, գյուղմթերքների, խախտումների նկատմամբ եւ այլն։ Բայց հաշվի առնելով, որ Հայաստանը դաշնակից պետություն, այսպես ուզում էին օգնել, չէին ուզում, որ Հայաստանում տնտեսություն փլուզվեր, շատ բաների վրա աչք էին փակում։ Դե հիմա նայեք, այս ադամանդների վրա ինչքան մարդ երևի հարստացավ, ինչ մեծ գումարների մասին է խոսքը։ Այսինքն Ռուսաստանը աչք փակելով թույլ էր տալիս, որ ինչ որ գումարներ մտնեն, հա ձեռք ետել մարդիկ հարստանում էին։ Եվ այդքանով հանդերձ նման սանձարձակ եւ ինչ ասեմ, ռուսերեն ասում են բեսպրեդել գործողություններով փաստացի փորձում են ռեկետ իրականացնել եւ Սամվել Կարապետյանին պատկանող ձեռնարկությունը իրենից խլել։ Սա զարմանալու չի, եթե Ռուսաստանի Դաշնության արժութային ռեզերվների մի քանի 100 միլիարդը հեշտ ու հանգիստ կարողանում են արևմուտքը կարողանում է սառեցնել, ապա մի փոքր Հայաստանում մի հեծ եղած ինչ է որ չխլեն։ Սա կարծում եմ այս պատվերը իջեցված է արևմուտքից, առաջին հերթին նպատակը հարված հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, թիրախավորելով Ռուսաստանի քաղաքացի եւ հայ-ռուսական կապերի մեջ որոշակի ներդրում ունեցող մարդկանց։ Սա է միակ նպատակը, նույնն ինչ կապված է ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իրականացվող արշավին, սա եւս կարծում եմ առաջին հերթին հարված է հայ-ռուսական հարաբերություններին, որովհետեւ կաթողիկոսի եղբայր Եզրաստ Սրբազանը հանդիսանում է Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդը եւ իրենց միջոցով բավական լուրջ աշխատանք է տարվում հայ-ռուսական կապերի պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ։ Այսինքն իրեն փոխելով ինքստինքյան այդ կապերը կթուլանան, եթե չասեմ, որ կվատանան, եթե կարողանան, այսպես ասենք, իրոք միջամտել եկեղեցու գործերին եւ ասենք փորձեն իրենց ուզած մարդուն, այսպես ասենք, անցկացնել ամենայն հայոց կաթողիկոսի աթոռին։ Տեսնում ենք ինչ է կատարվում Ուկրաինայում եկեղեցու պառակտումը։ Այսինքն ես կարծում եմ, որ պատվիրատուները եւ ընդհանուր ստրատեգիան այդ գործողությունների նույն կենտրոնում է գրվում, ուղղակի
տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում դա իրականացվում է։ Եվ այսօրվա խոզարկությունները նաև այն, որ Բագրատ Սրբազանին արդեն գրել են, որ տարել են, անկախ նրանից, թե իր քաղաքական, այսպես ասենք, մոտեցումների հետ համաձայն ես, համաձայն չես, բայց նա հանդիսանում է հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, հայ առաքելական եկեղեցին չի զրկել իրեն այդ կոչումից, հետևաբար նա մնում է այդպեսին, եւ հիմա սրանով իրենք նաեւ նախադեպ են ստեղծում, որ եթե մի սրբազանին կարելի է կալանավորել, ուրեմն մյուսներին էլ է կարելի։ Ուրեմն կարելի է նաեւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Այսինքն հող են նախապատրաստում։ Այո։ Եվ մանավանդ այս կեղտոտ գրառումները, որ իրենք շարունակում են։ Ուրեմն այսպես հոգևորականը, բարձրաստիճան հոգևորականի, ցանկացած հոգևորականին սկսում են անվանել իր աշխարհիկ անունով այն ժամանակ, երբ որ նա կարգալույծ է լինում։ Մինչ այդ նրան կոչում են եւ դիմում են իր հոգևոր անունով։ Հետևաբար, երբ որ պետական պաշտոնյաները սկսում են ամենայն հայոց կաթողիկոսին եւ բարձրաստիճան մյուս հոգևորականներին դիմել իրենց աշխարհիկ անուններով, անունազգանուններով, դա նշանակում է, որ հող է նախապատրաստվում, այսինքն եթե Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին կալանավորել չի կարելի, ապա Կտրիչ Ներսիսյանին կարելի է։ Այսինքն այդ հողը դրա համար է նախապատրաստվում։ Դրա համար Բագրատ Սրբազանին սկսեցին կոչել Բագրատ Գալստանյան, աշխարհիկ անունազգանունով, այսինքն ընկալման դաշտում իջեցնելով իր նկատմամբ վերաբերմունք, այսինքն Բագրատ Սրբազանին չի կարելի կալանավորել, կարելի է, բայց այսպես պրոբլեմատիկ է, իսկ Բագրատ Գալստանյանին կարելի է։ Կարծում եմ սրա հետ է կապված։ Այսինքն հանրային ընկալման մեջ իջեցնում են իրենց ստատուսը, իրենց կոչելով ոչ եկեղեցական անուններով։ Կարծում եմ հող է նախապատրաստվում, այո, դա անելու համար։ Կփորձեն այս ամեն ինչը բերել կապել եկեղեցու հետ, չնայած որ ուղիղ կապ չկա, եկեղեցու հետ նկատի ունեմ վեհափառի եւ մայրաթորի հետ եւ աստիճանաբար բերել դրան։ Վաղ կարող է այլ պլան։ Այդ պլանի, ասենք, երկրորդ մասը հայտնվել հեղաշրջման եւ ինչ ասես մեջը կարող են ուրեմն հորինել։ Նորից գալով Սամվել Կարապետյանի Ռուսաստանից առաջիկայում ինչպիսի քայլեր սպասենք, թե Ումից սպասենք։ Ռուսաստանից։ Չեմ կարծում, որ շատ մեծ ինչ-որ կտրուկ քայլեր կլինեն։ Այսպես համարժեք ինչ-որ քայլեր կարող են լինել։ Ասենք ինչ-որ բիզնեսմենի Հայաստանից։ Սադամանդի գործ, հետո ծխախոտի գործը։ Այո, բայց տենց իրենք կլինեն, այսպես ասենք, չի լինի մեծ ինչ-որ, ասենք, արտգործնախարարության մակարդակով ինչ-որ կտրուկ կոշտացում հայտարարությունների կամ ասենք կառավարության մակարդակով ինչ-որ որոշումներ, որոնք որ վատթարացման կբերեն հայ-ռուսական հարաբերությունները, այսպեսի այսպեսի քայլերով կլինի, այնպես էլ չի, որ այդ քայլը այնպես օդից հոնինված քայլեր, ըստ էության ադամանդների ապօրինի գործով են զբաղված, ուղղակի Ռուսաստանը աչք էր փակում, այսինքն նշանակում է, որ կարող ենք ապագայում տեսնել, որ ինչ-որ բաների վրա Ռուսաստանը կդադարի աչք փակել
Ես ուղղակի ոնց որ օրենքն է, այդպես կանի։ Հիմա ասենք Սամվել Կարապետյանին դե ասում են դե մեր օրենքներով եւ այլն, չէ, հղում են անում Հայաստանի օրենքներին, ասենք հեծը ասում են ոչ մի անօրինական քայլ չի լինելու, հեծը մենք ազգայնացնելու ենք, պետականացնելու ենք սահմանադրությամբ եւ օրենքներով, ոչ մի անօրինական քայլ չի լինի, դե Ռուսաստանն էլ ոչ մի անօրինական քայլ չի անում։ Կանխում է ապօրինի ադամանդների արտահանման փորձը։ Ինչն է անօրինական։ Դե հետեւաբար այսպիսի քայլեր կարող ենք տեսնել, բայց որ պետական մակարդակով հայտարարություններ լինեն եւ կոշտ քայլեր, հենց պետական պաշտոնական մակարդակով կարծում եմ ոչ։ Մինչև անգամ ամենավերջին բառերը իր տիկինը, կամ ինչպես երեք ինք ասես, մխիթարվեք ես զուգընկերուհի են, բայց մի տեսակ ներված եմ, չեմ հասկանում, բայն ազգակործան պատուհասը յուրահանդավարականներով հանդերձություն հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում։ Մեր դպրոցի վատ աշակերտները դրա նմաններին ասում էին մեռելիս դաջի, այլ խոսքով ազգադար վիժված, բոլոր ազգադար վիժվածների հոգևոր առաջնորդ, ընդ որում ինքնակոչ, քրբազգակործան պատուհաս, այգիտնական ոչի, Աննահոգն Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է այսպես խոսում։ Այսօրվա բանը։ Այս երեկը գրավում։ Դե արդեն որևէ այսպես նույնիսկ պետական պաշտոն զբաղեցնող մարդու կողմից կամ այդ դրան պաշտոնով պայմանավորված էթիկայի կանոնները նույնիսկ արդեն չեն պահպանվում։ Այսինքն ես կարծում եմ, որ դրսից արևմուտք, իսկ տարածաշրջանում արդեն հարևան պետությունների կողմից լրիվ, այսպես ասենք, ամբողջական կանաչ լույս է տված։ Անել ինչ ուզում ես, ոնց ուզում ես, եւ կան կարծում երաշխիքները տրված, որ ոչ մի բան չի լինի։ Ես ասենք դժվար եմ պատկերացնում, որ եթե ասենք մինչև 2018 թվականը իշխանության որևէ ներկայացուցիչ, չեմ ասում նախագահի մակարդակով, նման հայտարարություններ անեին, երևի Հայաստանում արևմտյան երկրի դեսպանատուն չէր մնա, որ խստորեն կդատապարտեր այդ ամեն ինչը։ Էլ չեմ ասում Եվրամիություն, Եվրոխորհուրդ, չգիտեմ, մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ կազմակերպություններ, հիմա տեսնում ենք, որ բոլոր լեռնում են, որտեղ պատվեր է իջացված։ Ասել են արեք եւ ասեք ինչ ուզում եք, երբ ուզում եք, ոնց ուզում եք։ Ձեզ Վաշինգտոնից, Լոնդոնից, Բրյուսելից եւ Անկարայից տվել են կանաչ լույս։ Ինչ ուզում եք, երբ ուզում եք արեք։ Բեսպրեդել, վերջ։ Այնպես որ զարմանալու բան չկա, առաջիկայում դեռ շատ նման դրսևորումներ մենք իհարկե կտեսնենք։ Սրան զուգահեռ ես կուզեմ նաև խոսենք իր Թուրքիա այցը ամեն դեպքում ինչպես կորակեք, դեղից արած հայտարարությունները, եկել եմ ասեմ Սփյուռքին, որ ես ձեր վարչապետը չեմ նաև, խնդրեմ։ Ճիշտ ասած իր մտքի գոհարները, այսպես ասենք, ճակերտավոր մեկնաբանելը այդքան էլ հարմար չեմ գտնում։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի այցը ինչի հետ է կապված։ Քանի որ մեր քաղաքական դաշտում Ռուսաստանի դերը նվազել է, բնականաբար Ռուսաստանի տեղը զբաղեցնում է աստիճանաբար Թուրքիան, արդեն քաղաքական իմաստով է սկսում զբաղեցնել, այսինքն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում եւ նմանատիպ ուրեմն այլ բաներ,
Բնականաբար դրան պետք է հետևի արդեն տնտեսական ոլորտում Թուրքիայի Ռուսաստանին փոխարինելը Թուրքիայով տարբեր ոլորտներում։ Այսինքն սա, ինչ ասեմ, պատմական, ես չգիտեմ պատմության վերաբերյալ աքսիոմա բառը տեղին է օգտագործել թե չէ, բայց կարելի է ասել, եթե ամենայն դեպս վերջի 100 տարվա կտրվածքով աքսիոմատիկ կարելի է պնդել, որ հենց Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է, մեզ մոտ տեղը միանգամից զբաղեցնում է Թուրքիան բոլոր ոլորտներում եւ սա մենք տեսնենք եւ սա կշարունակվի մինչեւ այն պահը, երբ արդեն Ռուսաստան ԱՄՆ կպայմանավորվեն եւ Ռուսաստանը հետ կվերադառնա իր ողջ թափով եւ ազդեցությամբ։ Մինչ այդ բնականաբար Ռուսաստանի դերը թույլատնելու փորձերը շարունակվելու են եւ գնալով ավելի բացահայտ դրսևորում են ստանալու։ Ուղղակի գնացել էր տարածաշրջանի վերադասին հանդիպելու ընդհանուր առմամբ։ Եվ Իրան-Իսրայել պատերազմը սկսում հրադադար է, բայց Իրանը ասում է, որ հաղթել է, բայց ինչպես են հաղթում, եթե այսպես ասենք, հա, զինվորականներն են գլխատվել, կառավարական նշանակության գիտնականներ, միջուկային օբյեկտներ, խնդրեմ։ Դե նախ ես ասել էի, որ այս պատերազմը մեծ բնույթ չի ստանա, այսինքն մեծ բնույթ նկատի ունեմ տասնյակ կամ 100 հազարավոր զոհերով։ Միացյալ Նահանգներին դա պետք չէր, որտեվ Տրամպը դեռևս ուզում է մնալ խաղարարի եւ հաշտարարի դերում, այդ դերից չի ուզում դուրս գալ։ Բայց իհարկե այն, որ իրանական շատ գեներալներ սպանվել են իրենց տաներում, դա արդեն մեծ կասկածների տեղ է տալիս, այսինքն երևի ներսից ինֆորմացիա է տրվել, որ մի քիչ առաջ կարծում էի, որ 700 հոգու գործակալ են Իրանում բռնել, 700 հոգի իսրայելական ուրեմն գործակալներ։ Բայց սովորաբար ԱՄՆ կողմից ռմբակոծությունների վերջնական նպատակը սովորաբար իշխանափոխությունն է։ Հարավսլավիայից սկսած, Իրաք, Լիբիա վերջացրած, այդ ամեն ինչը ավարտվել է այնտեղ իշխանափոխությամբ։ Այսինքն իրենք ռմբակոծում են, երկրում սկսում է տիրել քաոս, պետական համակարգը սկսում է փլուզվել եւ այդ դրա ֆոնին տեղի ունենում իշխանափոխություն։ Այսինքն դա է հիմնական նպատակը։ Եվ այս հարվածների նպատակն էր դա։ Բայց դա տեղի չունեցավ։ Այսինքն ներսում հասարակությունը միավորվեց իշխանության շուրջ։ Եվ ես կարծում եմ, որ այն, որ դա տեղի չունեցավ, այսինքն այն, որ Իրանում այս պայմանությամբ համենայն դեպս չնայած որ այդ ռմբակոծությունների ներքին քաոս չկա, ընդհանուր առմամբ ներքին կայունություն կա, դա Ռուսաստանի շնորհիվ է։ Կարծում եմ Ռուսաստանի ջանքերով է, որ ավելի մեծ ռմբակոծություններ Իրանը չստացավ։ Ամերիկյան ավիակիրները արդեն մոտեցել էին միջև, ինչպես ասում են, ատամները զինված ռմբակոծիչներով, ծանր հրթիռներով եւ այլն։ Այսինքն եթե Միացյալ Նահանգները ամբողջ թափով միանային Իրանի ռմբակոծությանը, ապա կարծում եմ շատ արագ Իրանը բոլոր ոլորտներում կհայտնվեր բավականին շատ ծանր իրավիճակում, անկախ նրանից, թե ինքը Իսրայելին պատասխան կտար, թե չէր տա։ Իսրայելին կտար, բայց ասենք ամերիկյան ավիակիրներին չէր հարվածելու։ Այնպես որ այն, որ բացի այդ մի քանի հարվածներից Միացյալ Նահանգները այլ հարվածներ չհասցրեցին, դա Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է։ Ես հիշեցնեմ, որ մինչ ռմբակոծությունները Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատելով ԱՄՆ կողմից
ուրեմն ավելի ճիշտ ռմբակոծություններից հետո գնահատելով ԱՄՆ կողմից հասված վնասները, նա ինչ ասեց, որ այդ վնասները այդքան էլ մեծ չեն եւ միգուցեև կգտնվեն պետություններ, որոնք կուզենան Իրանին տալ միջուկային զենք։ Այդ գրառմանը Դմիտրի Մեդվեդևին պատասխանեց անձամբ Տրամպը, ասելով, որ այսինքն ուզում եք ասել, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք տալ, կամ եթե գիտեք նման ինֆորմացիա, խնդրում եմ ինձ հայտնեք։ Այսինքն Դմիտրի Մեդվեդևի եւ Տրամպի միջև անձամբ նման հրապարակային դաշտում խոսակցություն է եղել։ Եվ կարծում Իրանում քաոս սարքելը եղել է կարմիր գիծ Ռուսաստանի համար եւ ինքը ջանքեր է գործադրել, որ այդ կարմիր գիծը չանցնվի։ Իհարկե ամբողջովին 100%-ով արգելել, որ ընդհանրապես չրմբակոծեն, չէր կարող, բայց ըստ էության մենք տեսնում ենք, որ մեծ արունալի լայնածավալ շատ մեծ պատերազմի այն չվերածվեց։ Ես կարծում եմ, որ քանի դեռ Ռուսաստանը կանգուն է եւ օրորի ուժեղանում է, աշխարհում մեծ պատերազմներ չեն լինելու։ Մեծ նկատի ունեմ, ասենք ուկրաինական կոնֆլիկտի նման, ասենք 100,000-ներով մարդ զոհվի մեծ արունալի պատերազմներ չեն լինելու։ Այսինքն Ռուսաստանի կանգուն եւ ուժեղ լինելուց է կախված այդ պատերազմը լինել չլինելը։ Այնպես որ կարծում եմ այսքանով կսահմանափակվեն, թե ինչ կլինի միջուկային ծրագրի հարցը դժվար է ասել։ Ամեն դեպքում կարծում եմ Միացյալ Նահանգները կստիպեն Իրանին ստորագրել իրենց ուզած թուղթը։ Իհարկե 100%-ով դժվար է ասել, միգուցե այստեղ էլ Ռուսաստանը կարողանա այնպես անել, որ օրինակ իր երաշխավորության ներքո Իրանը կարողանա զբաղվել խաղաղ ատոմի ոլորտով։ Տեսնենք, կախված կլինի, թե Ռուսաստանը ինչ կեցվածք կդրսևորի եւ ինչքանով այդ կեցվածքով կարողանա համոզել կամ ստիպել ԱՄՆ-ին, որ նրանք էլ եւս գնան որոշակի զիջման։ Համենայն դեպս այս պայդրությամբ ՄԱԳԱՏ-ն հայտարարել է, որ 400 կիլոգրամ հարստացված ուրանը անհետացել է։ Հիմա ուր է անհետացել, որտեղ են պահում, դժվար է ասել։ Բայց չմոռանանք, որ Իրանում նաև Ռուսաստանը ատոմակայաններ է կառուցում, այսինքն ատոմակայանը դա խաղաղ ատոմի ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող կառույց է։ Այնպես որ սպասենք հետագա զարգացումներին, բայց մեզ համար իհարկե դրական էր, որ քաոս չեղավ եւ տասնյակ հազարավոր կամ 100,000-ավոր փախստականներ ստիպված չեղանք Հայաստանում ընդունել։ Իսկ Ադրբեջանից ինչ գործողություններ սպասես ստացված իրավիճակով կանցնեն։ Չէ, Ադրբեջանը ինքնուրույն նման որոշման չի գնա, Ադրբեջանը նման գործողությունների կգնար, եթե այն դեպքում, եթե ասենք Վաշինգտոնից գա համապատասխան հրահանգ, որ անցի գործողությունների։ Ես կարծում եմ, որ առաջիկայում Միացյալ Նահանգների կողմից մենք կտեսնենք քայլեր Զանգեզուրյան միջանցքը բացելու ուղղությամբ։ Չգիտեմ, դա կլինի փոքր ինչ-որ լոկալ բախումով Ադրբեջանի հետ, որտեղ Տրամպը նորից հանդես կգա որպես հաշտարար, թե կլինի առանց դրա, իհարկե անունը չեն դնի Զանգեզուրյան միջանցք, բայց օրինակ Հայաստանն եթե մտցնեն այդ միջին միջանցք կոչվածի պրոյեկտի մեջ, նշանակում է, որ տեսեք քանի երկիր կա այդ միջին միջանցքում, նշանակում է դա իրոք դառնում է միջանցք, ընդ որում արտատարածքային, որտեղ արտատարածքային այն է, երբ որ
ճանապարհների գործունեությունը կարգավորում է ոչ միայն քո ներքին օրենսդրությամբ, այլև օրինակ միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով եւ այլ։ Այդ միջանցքը անցնում է տարբեր պետություններով, այսինքն բազմաթիվ պետություններ կախված են դրանից, եւ եթե Հայաստանը մտավ այդ պրոյեկտի մեջ, ապա ինքը հաշվեք, որ դա դուրս է լինելու Հայաստանի օրենսդրությունից, այսինքն կարգավորվել է ոչ միայն Հայաստանի օրենսդրությամբ, այլ նաև այլ իրավական կարգավորումներով, իսկ օրինակ նոյեմբերի 9-րդ կետի հայտարարությունը ինքը եռակողմ էր, այսինքն այդտեղ այդ ճանապարհների վրա գործելու էր Հայաստանի օրենսդրությունը եւ նոյեմբերի 9-ի շրջանակներից դուրս չէր գալիս այդ ճանապարհների գործունեության կարգավորումը։ Իսկ այստեղ միջին-միջանցք հələ տեսեք որտեղից որտեղ, Չինաստանից, Եվրոպա։ Դե հիմա դու հələ փորձվի ասենք քո շահերից ելնելով քո տարածքով անցնող այդ միջին-միջանցքի վերաբերյալ ինչ որ որոշումներ կայացնես։ Ասենք, չգիտեմ, տարիֆները բարձրացնես, չգիտեմ, բեռներ կանգնեցնես ստուգես օրինակի համար, ելնելով քո ազգային անվտանգությունից։ Այդ պետությունները գլխիդ կտան, կասեն դու ով ես, որ մի ամբողջ այս միջանցքի, որից տասնյակ պետություններ են կախված, միջանցքի գործունեությունը խաթարում ես։ Չեղավ, որ դու արդեն միանձնյա քո օրենսդրությամբ միայն չես վերահսկում այդ ճանապարհը, այլ վերահսկվում է նաև միջազգային այլ երաշխիքներով։ Դե դա կոչվում է արտատարածքային միջանցք։ Ընդհանուր առմամբ արտատարածքային միջանցքը ինքը վատ բան չի, որպես այդպեսին։ Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան այդպիսի միջանցքների, այսինքն ճանապարհ, որը վերահսկվում է ոչ միայն ներքին օրենսդրությամբ, այլ նաև այլ պայմանագրերով, միջպետական, միջազգային եւ այլն։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ինչքանով է այդ միջանցքը ծառայում քո ազգային պետական շահերին։ Այսինքն եթե ինչ որ երկու պետություն իր այդ պայմանագիր են կնքում, որ միմյանց տարածքով պետք է անցնի ինչ որ ճանապարհ միջանցք, որը որ ծառայելու է երկու պետության շահերին, ապա միգուցե դա դրական է այդ երկու պետությունների համար։ Բայց ակնհայտ է, որ այդ միջանցքը, որը թուրանական այդ միջանցք կոչված լինելու, ծառայելու է, դա չի ծառայելու մեր շահերին, որտեղ դա օգտագործվելու է Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև պատերազմում, Արևմուտքի կողմից այդ միջանցքը օգտագործվելու է, ասենք, միգուցե զենք զինամթերք եւ այլ տիպի գրոհայիններ միգուցե տեղափոխելու համար, որը կամբողջացնի Ռուսաստանի դեմ ճակատը, ասենք, մեր տարածաշրջանը միացնելով, ասենք, կենտրոնական Ասիայի հետ, ինչ ասես, կարող է այդտեղ տեղափոխել։ Հիմա եթե մի բեռ լինի, որը ճանապարհով տեղափոխվելու է եւ Հայաստանին, ասենք, Վաշինգտոնից զանգեն ասեն բեռները անցնելու հանգարց մտնելով չանցնի, ստուգեք, բարձր որ չեն կարողանալու մերժել։ Եթե ռուսները այդտեղ վերահսկեին, մենք կարող էինք գցել ռուսների վրա, ասենք, հա մենք համաձայն ենք, բայց տեսեք ռուսները դեմ են, թույլ չեն տալիս։ Այդտենց էլ Հայաստանին կդարձնեն ապօրինի զենք զինամթերքի, նարկոտիկների եւ մյուս բաների տարանցիկ պետություն, վաղ մյուսօրն էլ այդ հիմքով գլխներից կտան։ Կասեն հարևանները, կասեն դուք ինչ պետություն եք, որ չեք կարողանում ձեր տարածքը վերահսկեք, որ նման ապօրինի բեռներ չտեղափոխեն։ Այնպես որ ես ասում էի ժամանակին, որ եթե նոյեմբերի 9-ը տապալվի չկատարվի, ապա Սյունիքի հարցում մենք լուրջ Սյունիքի պահպանման հարցում մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Շնորհակալություն։ Դեպքերը այսպես են զարգանում, Սրբազանին տարան իրավապահները, կնքել են նրա կեցավայրի դուռը կամ բերման ենթարկվածներ, Սրբազանի տան առջև իրավիճակը լարված էր։ Խնդրեմ։ Դե հա, պետք է տանեին իհարկե, բա եկել են խուզարկել են, որ չտանեն, ուղղակի բաց թողեն, դե հա, սպասելի է։ Ուղղակի պետք է պատրաստ լինել, որ սրանով չի ավարտվելու։
Սա դեռ սկիզբն է, ես համատեսել են եւ շարունակելու են գործել։